փոխացավ եւ սկսեց ձևավորվել անկախ պետություն, տարբեր մարդիկ սկսեցին այդ ինստիտուտները ճիշտ չհասկանալ, շուկայական հարաբերությունները, մասնավոր գործունեությունը, բայց հիմա անցնենք, երբ որ պարոն Մինասյանի կուսակցությունը տարբեր ժամանակներ եղել է կոալիցիոն իշխանության մեջ։ Ուրեմն մի հատ Արմեն Ավետիսյան գտան, բերեցին դրին Մաքսայինի պետ։ Հաքը շոր չկար, ինչ-որ միտեղից գտան, բերեցին, ասին շատ ուժեղ տղա է։ Սա ուրեմն ամեն օր միլիոնները հավաքում էր պետական բյուջեից, մի հատ մեծ խումբ էր ստեղծել, դառել էր մի հատ մեծ մաֆիոզ, ուրեմն ինչքան ընտանիքներ կային, ուզում էին բիզնեսով զբաղվեին, այդ ովքեր որ իրանց հետ կապ չունեին, այդ իշխանության հետ կապ չունեին, այդ բիզնեսը իրանց անհատական ընտանիքի բիզնեսն էր, 30-ից 40% մաքսազերծումը ավելի թանկ էին անում, ամիսներ հետո այս մարդիկ մահանում էին։ Այդ սրիկային հանեցին, մի հատ ուրիշ սրիկա բերեցին, սա էլ իր ամբողջ ընտանիքով նայում էր, թե ով որտեղից է ձեռք բերում ապրանքները, այդ ապրանքների որտեղից որ ձեռք էին բերում, նամակ էին գրում, ասում էին մեզ տվեք, մենք ավելի լավ պայմաններով, ձեզ ավելի մեծ գումար կտանք, դրանց ցերն էլ անիծեցին։ Դրանից հետո բոլոր այդ նախարարությունում, որտեղ որ պարոն Մինասյանը աշխատել է, լսեք ինձ ուշադիր, ձեզ մոտ սանդղակ կար կաշառքի, եթե այս փաստաթուղթն է ստորագրվում, X գումար պետքա վճարեին, X մինուս այն մյուս փաստաթուղթը, այդպիսի սանդղակ կար, ու դուք հիմա եկել եք ստեղից ասում եք բիզնեսին չեք պաշտպանում, հիմա ասում են բիզնեսին, որ դուք կոալիցիա եք եղել, մինչև անգամ գնացել եք գործանստուգման, հատուկ երկաթով խփում եք էլեկտրոնային բլոկներին, ջարդվեր, որպեսզի վնաս տայիք, բայց դա Հայաստանի Հանրապետության արտադրությունն էր, նկատի ունեմ դուք ասածը ձեր անձը, այլ ձեր քաղաքական իշխանությանը նկատի ունեմ։ Այս սկզբից ուզում եմ ասել, որ անհարմար է, դուք ինձ ասում եք բիզնեսին չեք պաշտպանում, ուրեմն դուք գնում եք արգելված տարածքում շինարարական թույլտվություն եք տալիս, ինձ ասում եք բիզնեսին չեք պաշտպանում։ Այդ տարբեր բիզնեսներ կար, կանչում էին, ասում էին պետք է այսքանը տաս։ Պարզա որ մենք շատ մեզ ճիշտ ենք պահել, որպես ընտանիք, որպես ու իմ նման հազարավոր ընտանիքներ, ամեն ինչ արել են, պաշտպանել են այն ինչ որ իրանց ընտանիքով ստեղծել են։ Իսկ ձեր նմաններն էլ ինչ են անում, քաղաքական մի հատ ինչ-որ տանիք են գտնում, սկսում են ամեն անգամ ինչ-որ մի ամբիոն գտնել, մի լրագրող է մոտենում, մի լրագրողական խումբ ունեք, ուղարկում եք մարդկանց հետևից։ Այս վերջինն ասեմ, ուզում եմ հասարակությունն էլ իմանա, 94 թվականին Steel Plaza-ի մի պատը վաճառում են $5,000 համարժեք, 5 հատ բնակարանի պահանջ են դնում, 5 բնակարանը ձեռք են բերում, $1 միլիոն համարժեք դրամ ծախսում են, շենքը սարքում են, իրանց քաղաքական համակարգը դնում է պատրաստի շենք, ասում է $5,000 են արել։ Սրանց կեղծիքները։ Հիմա ես հստակ ասում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասկացել են կեղծիկը, սուտը, լուտանքը, այդ սուտ դավաճան բառերը օգտագործել է, դրանք այս քաղաքական համակարգի հետ, որը որ այսօր գործում է, այսօրվա քաղաքական համակարգից հիմա։ Ինստիտուտները սկսել են աշխատել, իհարկե որոշակի բյուրոկրատիա կա, որը որ դժվարությամբ է գնում, կամաց ժամանակակից էկոնոմիկան առաջ է գալիս, թվայնացումը, այդ բյուրոկրատիան ահա որ կնվազեցնեն ու կսկսի Հայաստանը զարգանալ։ Հիմա ձեզ ասում եմ, սիրելի քաղաքացիներ, վստահ եղեք Հայաստանի Հանրապետությունը զարգանալու է, իր հարևանների հետ շատ լավ հարաբերություն է ունենալու, Հայաստանը դառնալու է կենտրոն տարածաշրջանում, Հայաստանում մարդիկ ուզենալու են ապրել, Հայաստանում ավելի պայմանները լավ է լինելու, մարդիկ իրենց զգալու են Հայաստանում ապահով, գործունեություն են ծավալելու, եկամուտներ են ունենալու, եկած գումարները վայելելու են, ուրիշ բան չի կարող այստեղ լինի։ Այս խմբակները, որոնք որ ուզում են Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն անեն, ուզում են ինչ-որ, դա նախկինից դուք չեք պատկերացնում մարդը ոչինչ չանելով միլիոնավոր դոլարներ ունենա, ոչ մի բիզնես, ոչ մի մրցակցություն։ Ընդհանրապես 90-ականներից հետո մրցակցության բոլոր հարթակները եղել են հարցականի տակ։ Շատ դժվարությամբ են մարդիկ։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել 2000 թվականին Հայաստանի Հանրապետությունում մանկական կերը, մանկական դեղորայքը ավելացած արժեքի հարկով չէր հարկվում։
Քանի որ մի քանի կազմակերպություն այդտեղ մրցակցություն չկա, որտեղ նույն գինն է բերում են, մարդիկ ավելի քիչ եկամտով վաճառում են, բերեցին ավելացած արժեքի հարկ դրեցին, որ կարողանան իրենց կազմակերպություններին որոշակի առաջ արտոնություն տան, որտեղ եթե 20%-ից 10%-ը չվճարի, մնացածը կմահանան։ Բայց արդյունքում ինչ եղավ, անապահով ընտանիքների երեխաների դեղորայքի խնդիրը առաջացավ, թոշակառուների դեղորայքի խնդիրը, մինչև անգամ փամփերսի վրա ավելացած արժեքի հարկ դրեցին, դուք կհիշեք, պարոն Բագրատյան։ Հիմա ես նորից խոսքս ուղղում եմ մեր գործընկերներին։ Հայաստանի Հանրապետության հասարակությունը ամեն ինչից տեղյակ է, նախկինում տեսել է, թե ոնց են քաղաքացիների վարվել։ Այսօր օրենքը գործում է, իհարկե շատ տեղեր կլինեն, հնարավոր է 1-2 տեղ կաշառակերել հայտնի, բայց շատ արագ դրանց խնդիրը կլուծվի, կաշառակերները կհայտնվեն համապատասխան վայրում։ Հայաստանի Հանրապետությունում լինելու է հավասար պայմաններ, կա այդ հավասար պայմանները, մրցակցային հարթակ է լինելու, Հայաստանը տարածաշրջանի լավագույն երկրներից մեկն է լինելու, եթե ոչ ամենալավագույնը։ Եվ ևս մի բան, ոչ մեկ Հայաստանի Հանրապետությունում չի կարող հեղաշրջում անել, դա ականջներիդ օղարեք, ոչ մեկ չի կարող Հայաստանի Հանրապետության անդորը խանգարել։ Սա նորից ձեր ուղեղներին, ձեր ականջներին օղարեք ու ձեր ուղեղով ամեն օր մտածեք, թե այդ ինչեր եք մտածում Հայաստանի Հանրապետությունում այս կարգի խայտառակությունը, լսում ես այդ խոսակցությունը, ոնց որ մի թշնամական երկրում խոսեն, թշնամական երկրի նկատմամբ անեն, թշնամիների։ Իսկ այն ժամանակ, երբ որ մենք պատերազմի մեջ էինք, այդ ժամանակ չգիտեմ ով որտեղ էր գտնվում։ Եվ ամենակարևորը, ամենավատ բանը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, այստեղ շատ գործընկերներ կան, որոնք որ գնում են տարբեր երկրներ, միջև անգամ իմ վրա են բողոքներ գրում, տարբեր մարդկանց խայտառակություն է, թող հասարակությունը իմանա, իրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում հանգիստ չկարողանան կապրել։ Իսկ մենք ամեն ինչ անելու կան երկրներ, տնտեսական պայքար, տնտեսական խնդիրներ։ Այս ամեն ինչը չհասկանալով խաղաղությունը ինչ է, խաղաղությունը ամեն ինչի հիմքն է։ Խաղաղությունը նրա համար է, որպեսզի դու կարողանաս քո երկրում բարեկեցություն ապահովես, կարողանաս քո հասարակությանը արժանի կենցաղ ապահովես, արժանի կյանք ապահովես։ Հիմա մեզանից ինչ են ուզում։ Երբ են այդ կուսակցությունները կարևորվել։ Կարևորվել են այն ժամանակ, երբ որ Հայաստանում վիճակը ծանր է եղել, մինչև անգամ սնունդ չի եղել, ավելի են կարևորվել, երբ որ պատերազմ է եղել, ավելի են կարևորվել, զբաղված են եղել անօրինական գործունեությամբ, անօրինական ինչ-որ հարցեր լուծելով։ Ես ուզում եմ ասել, որ մեր ընդդիմությունը այդ ուրիշ քաղաքացիների, որոնք որ մոլորված են կամ չգիտեմ ինչ-որ քարոզներ են անում, ես ուզում եմ դիմեմ մեր այդ քաղաքացիներին նույնպես խնդրեմ, ասեմ, Հայաստանի Հանրապետությունը զարգանալու է, բոլոր ինստիտուտները գործելու են, Հայաստանը հզոր բանակ է ունենալու միշտ բոլոր ժամանակներում, անվտանգ երկիր է լինելու, բոլոր մեր կառույցները, ուղղակի ժամանակը չի բավականացնում, 7 տարին քիչ է եղել, եւ ես կոչ եմ անում, ոչ մի քաղաքական ավանտյուրաների մի տրվեք, ոչ մեկի մի լսեք, մենք շատ ուժեղ